Հայր իմ Աստված, ոչ միայն այս անգամ, այլ միշտ հավիտյան Տեր, պետքա գոհանամ քեզանից Տեր։ Քո հարց եկեղեցին Տեր իմ Աստված միաբանության մեջ ասում է գոհանում ենք քեզանից Տեր։ Գոհանում ենք Տեր իմ Աստված ամեն բանի համար, որ արել ես, անում ես ու շարունակում ես անել Տեր։ Ամեն քո ժողովրդի համար Տեր, ինձ համար Տեր, ամեն իմ քույր ու եղբոր համար Տեր։ Հայր իմ Աստված քո առաջ եմ բերում քո հարց եկեղեցին, այստեղ գտնվող ամեն մարդու Տեր, ես խնդրում եմ Սուրբ Հոգի, քո զորավոր միջամտությունը Տեր, քո զորավոր առաջնորդությունը Տեր, ամեն մեկիս կյանքում Տեր։ Տեր, ես խնդրում եմ քո երկնքի միջամտությունը Տեր, ամեն դժվար իրավիճակներով անցնող մարդու համար Տեր, քո երկնքի միջամտությունը Տեր, ամեն մեկիս համար Տեր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, որ լինենք քո ձայնը լսող, զանազանող Տեր, ու Տեր իմ Աստված քո խոսքով շարժվող Տեր։ Տեր իմ Աստված, լինենք հնազանդ Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր։ Ես խնդրում եմ քո հոգու առաջնորդությունը Տեր, քո հոգու առաջնորդությունը Տեր իմ Աստված, իմ շուրթերի վրա Տեր, որ այն ինչը որ քեզանից չի չասեմ Տեր։ Տեր, ես խնդրում եմ Կրասնոդար քաղաքի համար, այստեղ բնակվող ամեն մի հայախոս ժողովրդի համար, ես խնդրում եմ երկնային Արքա, որ դու օգտագործես ամեն մեկիս, այստեղ գտնվող ամեն մարդուց Տեր, հասցնելու քո փրկության լուրը Տեր, ճշմարտության լույսը Տեր իմ Աստված, որ ամեն մեկը Տեր իմ Աստված է, որ կճաշակի քեզ, ով որ կլսի քո մասին Տեր, լույսի մեջ քայլի Տեր, գադեպի լույսը Տեր, գադեպի քեզ Տեր, իր կյանքը տա քեզ Տեր իմ Աստված, որովհետև դու ես միակ ու ճշմարիտ Աստվածը Տեր, դու ես կենտանի Աստվածը Տեր, դու ես հարություն արե ու հարություն տվե Տեր իմ Աստված, ամեն քեզ հավատացողին, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, օրնում եմ քո հարց եկեղեցին, քո ժողովուրդը Տեր, օրնում եմ ամեն մեկին Տեր, մեզ համացանցով նայողներին Տեր իմ Աստված, խնդրում եմ Տեր իմ Աստված, ամեն մի կարիքավորի Տեր, հպվես իրան Տեր, թող զգա քո ձեռքը Տեր, զգա Տեր իմ Աստված, թե ինքը մենակ չի Տեր, զգա Տեր իմ Աստված, որ դու իր հետ ես ու իրան չես թողե Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, եւ ողջ եկեղեցին ասեց ամեն, հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրելիս, մեր Աստված զորավոր է, մեր Աստված մենակ թողող Աստված չի, ես չեմ ասում, Աստվածաշունչն է ասում, որտև Աստծո խոսքն ասում է, հայրդ ու մայրդ էլ որ քեզի թողեն, մեկ է ես քեզ չեմ թողա։ Գիտես, այն Աստված, ով որ քեզի մենակ չի թողա, այն Աստված, ով որ քո համար կյանք տվե, քո պրոբլեմն էլ կարա լուծի։ Հիմա կասես, իմ պրոբլեմները լուծում չունի, քո լուծման անունն է Հիսուս Քրիստոս, փառք Հիսուսին, հալելույա։ Տերը առատապես օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ նաև համացանցով դիտողներ ջան, փառք Հիսուսին ձեր համար, կողքինիդ ողջունի ու նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ, փառք Հիսուսին։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, Տերը առատապես օրհնի ձեզ, հալելույա։ Հələ ամառվա սեզոնը չի սկսվել, բայց արդեն եկեղեցու վրա զգացվում է, որ ժողովուրդը արդեն ամեն մեկը պատրաստվում են սեզոնի։ Սելիս, գիտես, նոր Փառք Հիսուսին մեր եղբայրը մի հիանալի խոսք խոսած, չարչարանքը ոչինչ չի ավելացնում, Տիրոջ օրհնությունն է հարստացնում, ամեն, դու պատրաստվես էլ մեկը օրհնողն ու հարստացնողը Տերն է, բայց այն ինչը որ Տիրոջն է, հանկարծ ուրիշ բանի հետ չփոխես, այն բաժինը որ Տիրոջինն է ու Տիրոջը պետքա տաս, ոչ մի բանի հետ հանկարծ չփոխես, Փառք Հիսուսին, մի խոսք կա, մի հրաշալի պատգամ, որ Տերը դրել է սրտիս, կուզեմ իրար հետ կիսվենք, կուզեմ իրար հետ խոսանք ու այսօրվա խոսքը հենց մի անգամից վերնագիր ասեմ, անկեղծ շփվենք։ Գիտես ոնց որ վերնագիրն է, ես կուզեմ որ այդ սրտից սիրտ այսօր քո հետ կիսվեմ, որ երբ որ ես կխոսամ այն ինչը որ Տերը տվել է, երբ որ ես կխոսամ, ես կխնդրեմ որ դու բացեղնես վերցնելու։ Ամեն, համացանցով դիտողներ ջան, դու էլ բացեղի, թույլ տուր Տերը ինչ որ ունի քո կյանքում անելու անի։ Սելիս, գիտես, քրիստոնյաներիս հավատացյալ ժողովուրդը հիմնականում սենց ասեմ, շատ ցավալի բան եմ ասում, շատ քչերն են, որ իրականում ստաբիլ աստվածաշունչ կարդալու կամ աղոթքի կյանք ունեն, շատ քչերն են, բայց փառք Աստծո որ ունեն,
Փառք Աստծուն, որ գոնե կարդում են, փառք Աստծուն, որ գոնե աղոթում են։ Գիտես, երբ որ ես ու դու կարդում ենք, ես ու դու աղոթում ենք, լսեք, իմ կարդալը, իմ Աստվածաշունչ կարդալը կախված չի մարդուց։ Իմ աղոթքի կյանքն էլ կախված չի մարդուց, բայց մի հատ բան կա, որ մարդուց է կախված։ Գիտես ինչը, հոգևոր քույր ու եղբայրների հետ շփումը։ Դու կարաս Աստծո հետ շփվես, Փառք Հիսուսին, աղոթես, կարդաս, լցվես Տիրոջ ներկայությունով, բայց մի բան կա, որ Աստվածաշունչը ինձ ու քեզ ասում է մեկտեղ հավաքվելը չթողեք։ Ճիշտ բան է, չէ՞ ասում, ամեն, որ ես ու դու մեկտեղ հավաքվելը չթողենք։ Ու գիտես մի բան կա, որ երբ որ ես ու դու մեկտեղ հավաքվում ենք, չլինի թե մենք եկանք ուղղակի խոսքը լսեցինք, ասենք հալելույա, լավներ կան, վատներ, ես օրնվեցի Փառք Հիսուսին ու դուրս գաս գնաս, որ հետո հարցնեն այն սիրուն քույրիկը կամ այն սիրուն եղբայրը որ քույրիկը կամ որ եղբայրը այն կարմիր շորերով ասում հա չգիտենք հովիվ ջան մենք իրան չենք ճանաչում գիտես ինչի որովհետև ոչ մեկ իր հետ չի շփվում սելիս գիտես մի բան իրականում անկեղծ մի բան պագասա մեզ մի բան պագասա Աստվածաշունչը հետաքրքիր բան է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի բան է ասում ճիշտ է այս ամենի հետ կապ չունի բայց իրականում մեզ մի բան պագասա Երբ որ երիտասարդը մոտենում է Քրիստոսին ու ասում է Տեր, ոնց անեմ որ երկնքի առկայությունը ժառանգեմ։ Գիտես ասում է մանկություն պատվիրանները պայ, ասում է մանկությունից պայել եմ։ Հիմա գիտես այնքան նման է Ես գալիս եմ իմ կիրակի օրը տալիս եմ, Աստծուն եմ տալիս, Աստծո խոսքը լսվում եմ, զորանում գնում եմ։ Ասում է այդ ամեն ինչը անում եմ։ Ինչն է պագաս, էլ ինչով եմ պագաս, ասում է քեզ մի բան պագաս է, եթե ուզում ես կատարյալ եղնես, գնա ունեցած չունեցածը ծախի, հետևի ինձ։ Գիտես, մի բան, այս ամենի մեջ պագաս է, որ եկեղեցու ժողովուրդը իրար հետ պետք է շփման մեջ եղնի։ Ամեն։ Ոնց որ լավ չասեցիք։ Եկեղեցու ժողովուրդը պետք է իրար հետ շփման մեջ եղնի, սիրելիս։ Ունես մի քույր կամ եղբայր, որի հետ դու միշտ շփվում ես։ Եվ ասեմ, շփումը պետք է Աստծուն փառավորի, ոչ թե զանգիր, աղջի անուշ իմացար ինչ եղավ։ Տեսար են նրա հակած շորը, ասա դու եկեղեցի ես գալիս, էդի եկեղեցի հակնելու շորա։ Սելիս, այդ շփման մեջ է պետք է անկեղծություն եղնի, այդ շփման մեջ է պետք է սեր եղնի, այդ շփման մեջ պետք է սեր եղնի, այդ շփման մեջ, գիտես, պետք է Աստված փառավորվի։ Եթե շփմանդ մեջ սրբություն չկա, մի շփվի։ Եթե ձեր շփումը Աստծուն չի փառավորում, եթե ձեր իրար հետ շփվելը Տիրոջը փառք չի բերում, ավելի լավ է չշփվես։ Մարդ կա, որ կա չէ մարդիկ, որ իր այդ շփվում ես, այդ մարդու հետ շփվում ես, մեկ շփվեցիր, երկու շփվեցիր, երեք շփվեցիր, անկախ քեզանից այդ մարդու հետ շփվելուց, անկախ քեզանից մի բան քո վրա ազդում է։ Այ մարդ չես ուզում այդ մարդու հետ շփվես։ Որտեվ հենց այդ մարդու հետ շփվում, խոսում, վերջացնում ես, գալիս ես տուն, կինդ կամ ամուսինդ հարցա տալի, ասում է, այսօր ուր ենք գնալ, ոչ մի տեղ չենք գնալու։ Գիտես, որտեվ 5 րոպե առաջ մեկի հետ շփվել ես, սաղ տրամադրությունդ փճացրել է։ Բայց ես քեզ ուզում եմ ասեմ, ոչ մի բան պետք է իշխանություն չունենա քո տրամադրության վրա ազդելու, եթե դու լցված ես Քրիստոսի սիրով։ Ոչ մի բան պետք է իշխանություն չունենա, ել եմ ասում, քո տրամադրության վրա ազդելու, քո վրա ազդելու, եթե լցված ես Քրիստոսի սիրով։ Հալելույա։ Առաջին Հովհաննես 4:7, տեսեք ինչ ասում։ Սիրելիներ, իրար սիրեք, որ սերն Աստվածանից է, եւ ամեն որ սիրում է, Աստվածանից է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Այնքան լավ ասում, սիրելիներ։ Իրար սիրեցեք, որովհետեւ սերն Աստվածանից է։ Գիտես, ոչ թե Աստված ամենաշատ սերն է, այլ Աստված հենց ինքը սեր է։ Ու այդ սերը, որ իմ օքո մեջ կա, դա Աստծուց է։ Ամեն։ Գիտես, ասում է իրար սիրեցեք, որովհետև սերը Աստվածանից է, եւ ամեն մեկ որ մարդ որ իրար սիրում է, որ ես ու դու իրար սիրում ենք, Աստվածանից ենք, Աստվածանից է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Գիտես, մի հատ կարևոր բան աստեղ ասում Աստվածաշունչը, ճանաչում է Աստծուն։ Եթե դու Աստծուն ճանաչում ես, ուրեմն մարդուն սիրում ես Աստծո սիրով։ Դու ինչ որ բան ստանում ես։ Լավ, ոնց շփվենք իրար հետ, սիրով սիրելիս։ Ոնց որ այստեղ առաքյալն է ասում, Հովհաննես առաքյալը մի անգամից ասում է սիրելիներ, պատկերացնում եք ինչ ձև ա դիմում, սիրելիներ, այսինքն մարդիկ ում որ ես սիրում եմ,
Կապ չունի, կողքինիդ կասես, դե ինքը սիրելու բան է կամ սիրելու բան չի, այ ես ուրիշ եմ։ Ուզում եմ իմանաս, կողքիդ հենց նստած մարդը, ոչ թե հենց քիփ կողքիդ, այլ եկտարացքում էստեղ նստած մարդը, որին որ դու տանել չես կարա, քեզ հիմա հայտնություն ասեմ, իր համար էլա Քրիստոսը կյանք տվե։ Ինքն էլ է Աստծո զավակ։ Քո հոգևոր եղբայրդ է։ Իսկ եթե դու եղբորդ չես սիրում, Աստծուն որ չես տեսե, ո՞նց ես սիրում։ Ես չեմ ասում, Աստվածաշունչն է ասում։ Հալելույա։ Լավ, ո՞նց սիրենք իրար, ո՞նց շփվենք։ Գիտես, շատ վատ է, որ մարդը մենակ է։ Շատ վատ է, որ մարդը մենակ է։ Կար ժամանակ, որ իրավիճակի աշխատանքի բերումով որպես քրիստոնյա մենակ էի։ Ու գիտես, այդ սֆերայի հետ ուրդեղ որ աշխատում էի, այդ գործի տեղ ուրդեղ որ աշխատում էի, իրանք ինձանից ուժեղ էին։ Գիտես խի էին իրանք ինձանից ուժեղ, որովհետև ես էի թույլ։ Նոր եկել էի Աստծուն ճանաչել էի ու ամաչում էի մարդկանց ասել, դե մի քֆուր տվեք էլի, մի հայոյեք, դե ինչքան կարելի է հայոյել, կամ ինչ որ մի հատ անկապ շատ վատ հումոր էին անում, ցենզուրայից դուրս հումոր էին անում, չէի ասում, դե մի արեք, բայց արդեն նեղվում էի։ Բայց երբ որ ես Տիրոջով զորացա, ասա Տիրոջով զորացա։ Այդ նույն մարդիկ, ովքեր որ իմ դեմ խոսալուց հայոյում էին, հենց որ ես արդեն հայտնվում էի այդ տարածքում, չէին հայոյում։ Գիտես ինչ էին ասում, Կարճան, մի րոպեով դուրս արի մի հատ սրան երկու բառ ասեմ, էլի հետ կկասելի։ Սելի զորացի Աստծով, որ այդ տարածքում դու կարենաս եղանակ փոխես։ Զորացի Աստծով, որ այդ տարածքում կարենաս եղանակ փոխես, բայց եթե պատկերացրու քո նման զորացածով երկուսն եք, իմացի Տերը տեղ է։ Ու երբ որ երկուսով կանգնած եք մի տեղ, Տերը ձեր մեջ է, լսեք, այդ զորությունը որ կա ավելի շատ է։ Այդ Տիրոջ զորությունը ավելի շատ է։ Պատկերացրեք սեղանին նստած հաց են ուտում ու ամեն սվերայից խոսում են։ Ռեմոնտից, մեքենաներից, չգիտեմ, պիղծ սայտերից, ինչերից ասես խոսում են, ու ես ես նստած եմ ու ինձ հարցում են, ասում են, գնանք այսօր մի տեղ մի կդոր բան ուտենք կամ մի կդոր բան խմենք, ասում եմ մի բաժակ բան խմենք, ասեմ չէ, դե ես չեմ խմում։ Խի հավատացյալ ես։ Պատկերացրեք, չեմ ամաչե որ ասեմ հա, բայց չեմ կարեցե իմ դիրքերը պահեմ։ Գիտես, բայց ինձ ու քեզ պետք է, որ ես ու դու քրիստոնյա քույր ու եղբայրների հետ շփվենք, նամանավանդ Տիրոջ հետ շփվենք, որ ավելի զորանանք, որտեվ ինքն է զորության աղբյուրը։ Որտեվ երբ որ ես ու դու խոսում ենք, Տիրոջ խոսքը խոսում ենք, մարդիկ երբ որ ինձ ու քեզ տենում են ու տենում են, որ մեր մեջ սեր կա, գիտես ինչ են անում, Քրիստոսին են ճանաչում։ Երբ որ իրանք իրար հետ հայոյում են կամ չգիտեմ ուրիշ ձև են խոսում եւ ձեր մեջ էդի չկա, երբ որ մարդը քեզ նայում է նայում է մտածում է որ դու տարօրինակ ես ու քո համար մի հատ լավ բան ասեմ, այնքան լավ է որ դու աշխարհի համար տարօրինակ ես։ Ու երբ որ մարդը նայում է որ դու չես հայոյում, որ ձեր մեջ սեր կա, որ հանկարծ ինչ որ մի բան գործի տեղը թերիա եղնում, դու եղբորդ վրա չես բոռում, չես գոռում, չես փնփնտում, չես վիրավորում, ու այս մարդիկ նայում են ասում են, տենաս այս մարդկանց հետ ինչ է կատարվում, որտեվ Աստվածաշունչը տեսեք ինչ հետաքրքիր բան է ասում։ Հովհաննես 13:34-35 նոր պատվիրան եմ ձեզ տալիս, որ իրար սիրեք։ Պատկերացնում ես, Աստված մի հատ բան է ասում ինձ ու քեզ, ասում է կարող է ձեր համար տարօրինակ է, սիրելի հայացք, սիրելի Կրասնոդարի եկեղեցի ժողովուրդ, սիրելի համացանցով դիտողներ, ասում է կարող է ձեր համար տարօրինակ է, բայց մի հատ թող պատվիրան եղնի էլի ձեզի, մի հատ կարևոր բան, կեղնի իրար սիրեք։ Ասում է նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք։ Ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Նոր պատվիրան եմ ձեզ տալիս։ Ձեր շփման մեջ թող սեր եղնի։ Ձեր շփման մեջ թող սեր եղնի։ Սեր ու անկեղծություն։ Սելիս այդ շփումը քույր ու եղբայրների շփումը, հոգևոր քույր ու եղբայրների շփումը պագաս է, պագասել է, շատ է քչած է, ավելին ասեմ,
Չգիտես խի եկեղեցին դարելա Կիրագնորիա եկեղեցին։ Մենակ Կիրագորն են իրար տենում, մեկ էլ են մարդիկ, ովքեր որ աղոթքի ծառայության են գալիս կամ խմբակներին են գալիս, այդտեղ էդա դարը եկեղեցու շփումը։ Բայց գիտես, մեզի պետք է շատ շփվել իրար հետ։ Ու իրար հանդեպ հարգանքով եղնել։ Ոչ թե մենակ եկեղեցում, այլ եկեղեցուց դուրս։ Այդ շփումը շատ ապագաս է, որ մարդը ինձ ու քեզ տենալուց Քրիստոսին տենա մեր մեջ։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Հալելույա։ Կապ չունի այդ մարդը ինչ կանա ներվերը տուդում։ Մարդիկ կան, որ հենց կոնկրետ ասում ես այս մարդու հետ շփվեմ, էլի ներվերը սղոցում է։ Ներվերը սղոցում է, ինչ կան ուզում եմ իր այդ խոսամ, ներվերը սղոցում է, բայց Աստվածաշունչը գիտես ինչ է ասում, ասում է կեղնի իրան համբերես, մի քիչ համբերատար եղնես, էլի, իրար համբերելով, տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում, Կողոսացիս 3:13-ում, իրար համբերելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունի, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Նայեք ամեն ինչի մեջ, տեսեք, որ հանգարց մարդը հանգարց չասի անհնարին է, ոնց կարա եղնի, միանգամից առաքյալը պատասխանը տալիս է, ասում է գիտես ոնց որ Քրիստոսը, իրար ներելով, իրար համբերելով, ոնց որ եթե ինչ որ մեկը տրտունջ ունի, ինչ որ մեկի դեմ տրտնջում ես, ինչ որ մեկից բամբասում ես, ինչ որ մեկի հանդեպ նեղվածություն ունես, ասում է ոնց որ Քրիստոսը ձեզի ներեց, այդենց էլ դուք, Քրիստոսը իմ ու քո համար մեկ օրինակն է։ Ոչ թե օրինակներից մեկը, այլ միակ օրինակը։ Դու ինչ որ բան ստանում ես, սիրելիս։ Բարդ բան չեմ ասում, չէ՞։ Գիտես, սիրելիս, շփումը իմ ու քո մեր շփումը շատ կարևոր է։ Շփումը շատ կարևոր է։ Երբ որ մենք խոսում ենք հաղորդությունից, հաղորդակցվենք, գիտեք ինչի մասին է խոսում։ Ոնց որ խոսք Աստվածաշունչը ասում է, հաղորդակցվենք, մենք հաղորդություն ենք ընդունում, ընդունում ենք հացն ու գինին, հաղորդակցվում ենք, կապի մեջ ենք եղնում Տիրոջ հետ, նենց էլ Քրիստոսի մարմինը պետք է իրար հետ հաղորդակից եղնի։ Հաղորդակից պետք է եղնի։ Հալելույա։ Իրար սիրենք։ Հակոբոս 5:16 Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորություն կա, շատ զորավոր է արտարի աղոթքը ներգործելով։ Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արտարի աղոթքը ներգործելով։ 19-րդ խոսքում գիտես ինչ ասում։ Եղբայր, եթե ձեզանից մեկը մոլորվի ճշմարտության ճանապարհիցը եւ մեկը դարձնե նրան, թող գիտենա, թե մեղավորին իր մոլորությունից ճանապարհից դարձնողը մի հոգի կփրկե մահիցը եւ մեղքի շատությունը կծածկե։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելիս, իմ ու քո շփումը պետքա շահադիդական չեղնի։ Իմ ու քո շփումը պետքա շահադիդական չեղնի։ Ես ու դու պետքա իրար հետ շահադիդական չշփվենք։ Գիտես խի եմ իր այդ շփվում, գիտես ում տեղենա։ Գիտես ում տեղենա։ Իր հայերը գիտես ինչ հարցեր կարա լուծի։ Սիրելիս, բա դու գիտես ես ում տեղել եմ։ Բա դու գիտես ես ում տեղել եմ։ Բա դու գիտես դու ում աղջիկն ես։ Գիտես ով է իմ ու քո հայրը։ Գիտես ով է իմ ու քո հայրը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Երբ որ այդ ամենը գիտակցում ես, այն ամեն շահադիդական, չգիտեմ ինչեր վերանում է, ոչ մի արժեք չունի։ Քո շփումը մարդու հետ, թող շահադիդական չեղնի։ Դու շայի համար հանգարց չշփվես։ Շայի համար չշփվես, որտեվ ասում եմ, Աստված սրտեր քննող Աստված է։ Ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Մի հատ կարևոր բան ասեմ Աստվածաշնչից, սիրելիս։ Չնայած ամեն մի խոսքն է կարևոր։ Աստվածաշունչը գիտես ինչ է ասում։ Մի խապնվեք, Աստված երբեք չի ծաղրվի։ Եթե ուզում ես մարդու հետ շփվես,
Մարդը ինչ որ մեղք անում, ինչ որ մի սխալ անում, բայց դու իրան չես հանդիմանում, չես ուղում, շինուտ չես աղոթում իր համար։ Գիտես չի, որտեղ վախենում ես, որ հանգարց իրա նման, չգիտեմ, փողատեր ընկեր կկորցնես։ Որն է լավ, փողատեր ընկերդ ուշքի գա, թե դու փրկությունդ կորցնես։ Գիտես, շատ ընկերներ ունեմ։ Մինչև հիմա էլ ունեմ ընկերներ, ես իրանցից չեմ հրաժարվել։ Շատ ընկերներ ունեմ, որ չեն ընդունում, որ ես իմ կյանքը տվել եմ Քրիստոսին։ Չէին ընդունում ներողություն, որ ես իմ կյանքը տվել եմ Քրիստոսին, որ Աստծուն եմ ծառայում։ Մտածում էին, իրանց մեր եղբայրը շեղվել է։ Մի հատ տեղ էին վերցրել Աստվածաշնչից, այս տեղը որ կարտացի ես նոր։ Հակոբոսի 5:19, ասում է, եթե ձեր եղբայրներից մեկը շեղվել է, մոլորության ճանապարհով է գնաց է, իրան հետ բերեք, որովհետև եթե իրան փրկեք, լավ բան կեղնի ձեզի։ Ու իրանց թվում է, թե ես փրկության կարիք ունեմ։ Իրանց ճակերտավոր փրկության։ Ինձի պետք է Աստծուց ու եկեղեցուց փրկել։ Սիրելիս, նման մարդուն է պետք սատանայի ձեռներից փրկել։ Ու դատարեցին իմ հետ շփվելուց։ Չէին ուզում իմ հետ շփվեին, բայց անցավ տարիներ, երբ որ մարդիկ տեսան, թե Աստված ինչ զորություն է անում իմ կյանքում, ոչ թե իմ միջոցով, այլ իմ կյանքում։ Աստված ոնց է ինձ փորձանքներից ազատում, իրանք ուզեցան իմ հետ շփվեն։ Գիտես չի, ուզեցան լույսի մեջ եղնեն։ Ուզեցան լույսի մեջ եղնեն։ Մի տեղ կա, ես այդ տեղը շատ եմ սիրում, Աստվածաշունչը խոսում է դրա մասին, այնքան եմ սիրում այդ տեղը։ Առաջին Հովհաննեսի 1:7-ն է։ Բայց եթե լույսի մեջ մանգակ, ինչպես էլ նա է լույսի մեջ, հաղորդություն ունիք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից։ Ասում եմ, բայց եթե լույսի մեջ ես մանգալիս, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդություն ունեք, տեսեք ինչ ասում, իրար հետ, լույսի մեջ հաղորդություն ունեք իրար հետ, ասում է, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքերից։ Եթե լույսի մեջ ենք մանգալիս, հաղորդություն ունենք իրար հետ, ես ու դու սիրելիս, ռուսերեն սենց մի հատ բան կա, ասում է, երբ որ լույսի մեջ ես մանգալիս, ռուսերեն սենց է կոչվում, ասենք, պրազրաչնիա ձեր շփումը, թապանցիկ, չգիտեմ, միգուցե ուրիշ ձև է հնչում, կամ ուրիշ ձև, ուրիշ բառ, բայց պրազրաչնի բառը կներեք ես բառի համար, ռուսերենի համար, բայց այնքան հստակ է հնչում, ասում է, եթե իմ ու քո շփումը լույսի մեջ պրազրաչնիա, Աստված փառավորվում է։ Ես սիրում եմ այդ թապանցիկությունը։ Թապանցիկությունը սիրում եմ։ Գիտես, երբ որ դու թապանցիկ ես, այդ տիրոջ լույսը քո միջով անցնում է, հասնում է ուրիշներին։ Ուշադիր ես, եթե հայերի նման, թողներեն ինձ բոլոր նիվակշող եղբայրները, Շուշեկը չես սևացնում, որ հանգարց այդ մեջը բան չերևա։ Կողքիդ մարդ այսենց չգիտե ով է անցնում, էլի, այդ մեքենան չգիտե, ասենց սառում են, էլի, այսենց անցնի գնա, էլի։ Որտեղ չգիտեն ով է, բայց պատկերացնում ես թապանցիկ է, տենում ես, եղբայրը տա, բարևում ես։ Սելիս այդենց ես ու դու պետք է թապանցիկ եղնենք իրար համար։ Անկեղծ իրար հետ շփվենք։ Մարդը մարդու հետ չի ուզում շփվի, որտեղ անկեղծությունը վերացել է, չկա։ Ձևական են շփվում։ Վայ, լույս, ես ինձ սիրուն ես։ Կներես, որ սենց եմ ասում։ Կանամ եղբայրների համար էլ ասեմ։ Այդ ինչ ուժեղ էր։ Ծառայության հետ կապված չեմ ասում։ Ինչ որ մի բան ես անում։ Ասում ես, հեն տեղեք ոնց էր։ Այդ ինչ ուժեղ էր, բայց իսկի տեղակ է չի ինչ ես մասն ես հարցնում։ Անկեղծ շփվեք, էլի։ Անկեղծ եղեք իրար հետ։ Երբ որ դու անկեղծ ու պարզ մարդ ես, կուզեն քո հետ շփվեն։ Երբ որ դու անկեղծ ու պարզ մարդ ես, մարդիկ կուզեն քո հետ շփվեն։ Հալելույա։
Մի օր գնացել եմ մի եկեղեցի մեր եկեղեցիներից մեկում ծառայության, եղբայր կա իմ հետ շատ ա ուզում շփում պահի, չի ստացվում, իրա ու իմ շփումը իրար հետ չի ստացվում, շատ ա փորձում իրար հետ շփվենք, չի ստացվում, գալիս ա եկեղեցի գնում ա, գալիս ա եկեղեցի գնում ա, չի ստացվում։ Մի օր զանգեց, ուզում եմ հետդ հանդիպեմ, ասի հանդիպենք, կգաս մեր օբյեկտ, ասի կգամ, որ գնացի առաջի բանը, որ ասեց, ես մտածեցի հբարդ մարդ ես, կասես չէ ու կպրծնենք, էլ չես գա։ Այսինքն նպատակ եղել ա, որ ինձ ասի, արի ես ասեմ չէ, ասի վсё լավ հարց չկա, ես փորձեցի, տեր ջան, դու տեսար, որ ես փորձեցի։ Որ նստած խոսում ենք, ինձի եղբայր ա դիմում, եղբայր Կարեն։ Եղբայր Կարեն չգիտեմ ինչի։ Ես փորձում եմ քո հետ շփվեմ, բայց իմ շփումը քո հետ չի ստացվում։ Ես փորձում եմ քո հետ շփվեմ, բայց չի ստացվում։ Ուշադիր լսում եմ։ Երբ որ վերջացրեց, ասավ, մի հատ կարաս ասես ինչից ա։ Ասի լույսի ու խավարի։ Լույսի ու խավարի։ Եղբայրը չհասկացավ։ Ասում գիտես հիմա ինչի համար եմ ստեղ։ Քո համար։ Ես քո համար եմ այստեղ։ Որ այդ խավարից գաս դեպի լույսը։ Որ այդ ինչ որ անում ես, ինչ որ օգտագործում ես, չօգտագործես, գաս դեպի լույսը։ Բայց եղբայրը ոնց որ այն հարուստ երիտասարդը, որի մասին որ Քրիստոսը ասում է, չուզեցավ։ Որտեվ այն ինչի մեջ որ կա, իրան դուր է գալիս։ Չուզեցավ գա։ Ցելս Աստվածաշունչը գիտես ինչ ասում, ինչ գործ ունի խավարը լույսի հետ։ Բայց Աստվածաշունչը նաև ասում է, որ մեր Աստված ինձ ու քեզ որպես գառներ ուղարկել է գայլերի մեջ, որպեսզի գառներին բերենք դեպի լույսը։ Մի լորեցի եղբայր ունենք, Տեր իրան շատ օրհնի։ Ինձ ասում է, ահովիվ ջանեն აფոտած ջրերի հետ էլ յոլա ես գնում։ Ասում եմ նպատակը գիտես որն է, որ մարդուն բերեմ լույսի մեջ ու այդ ֆոտած ջրերը Քրիստոսի կենտանի ջրերով մաքրվի։ Մենակ Աստված կարա մաքրի, սիրելիս։ Բայց եթե ես ու դու իրար հանդեպ անկեղծ չեղնենք, եթե իմ ու քո շփումը շատ իդական եղնի, ելի եմ ասում, ոչ մի բան չի փոխվելու։ Ոչ մի բան չի եղնելու։ Չենք տարբերվի աշխարհից։ Մենք աշխարհից չենք տարբերվի։ Եթե մենք իրար հետ պետքա շփվենք, որ մեկս մյուսից կներես ես ոչ հայերեն բառի համար քյար ունենանք, իրար հետ քյար ունենանք, կարաս մի հատ բան ասես, ինչով ենք ես ու դու աշխարհից տարբերվում։ Աստվածաշունչը գիտես ինչ է ասում։ Ասում է Կարեն ջան, ինչ օգուտ քեզ, եթե քեզի սիրողներին սիրում ես, քեզի ադողներին ադում։ Աշխարհն էլ ա դենց անում։ Ինչ օգուտ, եթե քեզի օրնողների, քեզի քո համար աղոթողների համար աղոթում ես, քեզի անիծողներին անիծում, աշխարհն էլ ա դենց անում։ Ոչ մի բանով չենք տարբերվում։ Հանկարծ վայ մի անի, եղբայրներից կամ քույրերից մեկը սայտագի, գիտես փոխանակ, անկեղծ եմ ասում, փոխանակ հավատացյալ քույր ու եղբայրները կանգնեն, բարձրացնեն, կողքը մեկը կանգնի, որ բարձրացնի, որտեղ Աստվածաշունչը ասում է սայտագողների համար, փոխանակ կանգնենք, բարձրացնեն, գիտես ինչ են ասում, օրինակ ես իրանից չէի սպասում, ես այդ մարդուց չէի սպասում, մտում այդ ասողները, սենց ասեմ, մտում 5 պագաս երկնքի քաղաքացիներ են, 5 պագաս, սպասում են ժամը 12-ը գա, որ սենց Տերը գա իրանց վերցնի, փոխանակ բարձրացնեն,
Հələ մի բան էլ ավել են գցում։ Բայց այն ժամանակ, երբ որ իրար հետ միասին քայլում էին, իրար հետ աղոթում էին, միաբանության մեջ էին, այնքան ուրախ եմ Տեր, այս միաբանության համար, ոչ մեկ չի կարող այս միաբանությունը քանդի։ Տեր ասում է լավ, հեսա կտնամ ինչ կանեք միաբան։ Դուք ասեցիք, ու մի հատ փոքր փորձություն ա գալիս, մի հատ փոքր քամի, որ քրոջդ կամ եղբորդ որդս այտագի, այդ վաղտ եղբայրը կամ քույրը մնում է մենակ։ Ու հասկանում է, միգուցե շատ լավ է որ մնում է մենակ, հասկանում է որ բացի Աստծուց ոչ մեկ չունի, բացի Աստծուց ոչ մեկին պետք չի, բայց շատ վատ է որ մարդը մենակ է մնում։ Ժողովը մի բանի մասին է խոսում, մենք հիմնականում պսակադրության ժամանակ այդ տեղը կարդում ենք, դա կոնկրետ խոսում է ամուսինների մասին, բայց այստեղ մի մասը վերցել եմ, կուզեմ մի հատ իրար հետ քննենք, իրար հետ մտածենք դրա մասին։ Մենակ չմնանք։ Ժողովը 4:9, երկուսը լավ է, քան թե մեկը։ Կարաս ասես, երկուսը լավ է, քան թե մեկը։ Երկուսը լավ է, քան թե մեկը։ Որ նրանք վարձք ունին իրենց աշխատանքիցը, որովհետև եթե վայր ընկնե, մեկը մյուսին վեր կկացնե, բայց վայ մեկին, որ ընկնի, եւ մի երկրորդը չկա, որ նրան կանգնեցնե։ Սա ամուսինների մասին է խոսում։ Բայց սա մենք կարանք վերցնենք որպես Քրիստոսի մարմին, սիրելիս, ու մեկս մյուսիս մասին խոսանք, մեկս մյուսիս համար խոսանք, մեկս մյուսիս համար սրտացավ եղնենք, որ հանկարծ քավլից ինչ որ մեկը ընկնի, հերես չթեքենք, բարձրացնենք, սիրելիս։ Գիտես, կար ժամանակ, որ երբ որ ինձ գալի ասում են, այս ցավը ունեմ, այս խնդրեմը ունեմ, այս ամեն ինչի, այս խնդիր ունեմ, կաղոթեք իմ համար, ասեմ, հա, կաղոթեմ, ու ես աղոթում եի։ Բայց ուզում եմ քեզ խոստովանեմ, միգուցե հնարավոր է, չեմ երգում, որ ներսը սրտացավություն չկար։ Խոստովանում եմ։ Բայց գիտես, կար ժամանակ, սրանից տարիներ առաջ, որ ես իրավիճակով երբ որ ես իրավիճակով անցա, որ ինձ մի շատ վատ դիագնոզ դրեցին բժիշկները։ Գիտեք ինչ եղավ, իմ ներսը սենց տագնու վրա եղավ, որ հանկարծ մարդ արդեն մադի ցավով մոդենում է, ասում եմ մադս ցավում է, դուք չեք պատկերացնում, իմ ներսը ինձ սրտացավություն կա, ես ինձ սրտացավ եմ մարդու համար աղոթում, որ մարդուն ոչ մի տեղ չցավա։ Այդ սրտացավությունը գիտես ուր դեղից է, ընդեղից, որտեղ Աստվածաշունչը ասում է ամեն բարի տուրք, ամեն կատարյալ պարգև վերևից է գալիս լույսի հորից, եւ դրա մեջ փոփոխություն չկա, այդ ինձնից չի, դա Տերիցն է։ Բայց գիտես, ես ու դու մենք մեր վրա պետք է աշխատենք, սիրելիս։ Ես ու դու մենք մեր վրա պետք է աշխատենք, մեր արարքների վրա պետք է աշխատենք, մեր խոսքերի վրա պետք է աշխատենք, մեր շարժու ձևի վրա պետք է աշխատենք։ Հալելույա։ Ես ու դու պետք է, ուզեմ ուշադիր լինես, ես ու դու պետք է այնքան զորանանք Տիրոջով, որ իմ ու քո ապրելակերպը մարդու վրա սրբության ազդեցություն ունենա։ Ես ու դու պետք է այնքան ազնիվ, այնքան անկեղծ, այնքան սիրով եղնենք, որ երբ որ մարդիկ մեզի նայեն, այդ ամենը իրանց վրա սրբության ազդեցություն ունենա։ Ինքն էլ ուզենա գա ու ձգտի սրբության, ձգտի մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Որտեվ Տիրոջ արունն է, որ ինձ ու քեզ տանում է սրբության։ Մենք չենք կարա մեր արարքով գնանք դեպի սրբության, մենք սուրբ ենք, մենք ձգտում ենք սրբության, բայց ներողություն, մենք չենք կարա գնանք փրկության, Տերն է, մենք Տիրոջ շնորհքով ենք փրկված։ Ու ես ու դու պետք է ձգտենք սրբության։ Մենք մեր արարքներով չենք կարա փրկվենք։ Հալելույա։ Առաջին Հովհաննես 1:8
Եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում։ Ես մեղավոր չեմ, չէ, ես մեղավոր չեմ։ Խի վախում ես ասես, մեղավոր եմ, կներես։ Գիտես ինչ կան հարաբերություններ, քույր ու եղբայրների ինչ կան հարաբերություններ, փճացե, որ մարդը չի կարեցե ասի, կներես, մեղավոր եմ։ Ես մեղավոր չեմ։ Այս ինչ եմ արել, որ ինքն է արել։ Ես բան չեմ արել։ Տեսեք Աստվածաշունչը ինչ ասում։ Եթե ասենք, որ մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք, ու ավելին ասեմ, ճշմարտություն չկա մեզանում։ Այլ կերպ ասած, գիտեք ինչ է նշանակում։ Քրիստոս չկա մեզանում, որտեղ ճշմարտությունը Քրիստոսն է։ Հալելույա։ Ապաշխարությունը տանում է արտարության, արտարությունը տանում է զորության, զորությունն էլ Տերից է։ Այնտեղ կարդացինք Աստվածաշունչը ասում է, որ իրար խրադեք, իրար համար աղոթեք, Աստծո զորությունը կներգործի։ Հալելույա, քաղցր ներկայություն կա։ Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Երկրորդ անգամ շեշտում է նորից 10-րդ խոսքում։ Եթե ասեք, թե մեղք չենք գործացել, մեղք չգործեցինք ներողություն, ստախոս ենք անում նրան, եւ նրա խոսքը մեզանում չէ։ Եվս մի հաստատություն, երբ որ մենք մեր մեղքերը չենք խոստովանում, մեր մեջ ոչ Աստված կա, ոչ Աստծո սեր կա, ոչ էլ Աստծո խոսքը մեր կյանքում գործում է։ Հալելույա։ Քույրդ ու եղբայրդ հանկարծ դժվարության մեջով անցնի, կներես ոտը քարին առնի, հազար անգամ ասել է, խո ես գիտեի, չէ, ես գիտեի, գիտես Տերն էլ ամեն բան գիտի, բայց չի դատարում քեզի ամեն վարյան շան ստալուց, ես գիտեի, չէ, նորից եմ ասում, որ ասում ես ես գիտեի, ուզում եմ իմանաս, Տերը քեզանից շատ, քո մասին, ամեն մեկիս մասին, մեր ամեն մի վարյանը գիտի, բայց չի դատարում մեզ ամեն վարյան շանս տալուց։ Ես գիտեի, ասում եի չանես, տեսար արեց, տեսար ինչ եղավ։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:11-ում, սրա համար ասում եմ, իրար մխիթարեցեք եւ իրար շինություն տվեք, ինչպես էլ անում էիք։ Ոնց որ մինչև քրոջդ կամ եղբորդ ոտը քարին առնելու ժամանակ էիր, իր համար աղոթում, ասում էիր, հա, լավ կերնի, վեճը չդնես։ Այդ ժամանակ, երբ որ նույնիսկ ընկել է, նույնիսկ այնց բանի մեջ անգե, որ սաղ իրանից երես են թեկե, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, դու իրանից երես չթեկես։ Ես ու դու աշխարհից պետքա տարբերվենք։ Աշխարհն է ընկածին տրորում։ Ուշադիր ես, աշխարհն է ընկածին տրորում, բայց Քրիստոսը ընկածին բարձրացնում է։
Ու եթե մեր մեջ Քրիստոս կա, ես ու դու պետք է նմանվենք, հետևենք Քրիստոսին, ընկածին բարձրացնենք։ Ոնց որ ժողովողն է ասում, եթե մեկ ընկնի բարձրացնենք։ Լսեք, եթե ընկածին տրորենք անցնենք, ինչով ենք ես ու դու տարբերվում աշխարհից։ Ոչ մի բանով։ Ոչ մի բանով։ Ու սատանայի համար էլ ես ու դու ոչ մի խնդիր ու խնդրեմ չենք առաջացնում։ Ու ասեմ, այն խոսքը, որ Աստվածաշունչը ասում է, ինչ որ կապեք երկնքում կապված կեղնի երկրի վրա, եթե մեր մեջ Քրիստոս չկա, այդ խոսքը մեր կյանքում գործ չունի, չի անում այդպես բան։ Եթե մենք անում ենք այնպես, ոնց որ աշխարհն է անում։ Եվ աղաչում եմ ձեզ, եղբայր, որ ճանաչեք ձեր մեջումը աշխատավորներին եւ ձեր վերակացուներին տիրումը եւ ձեզ խրատողներին։ Եվ նրանց առավելապես պատվեցեք, սիրով իրենց գործերի պատճառով, իրար հետ խաղաղությունով վարվեցեք։ Ես ու դու իրար հետ խաղաղությունով պետք է վարվենք։ Հալելույա։ Աղաչում եմ ձեզ, եղբայր, խրատեցեք անկարգներին։ Ասում եմ խրատեցեք անկարգներին։ Կա չէ, այս ինչ անկարգ մարդ է, այս ինչ անկարգ երեխա է, այս ինչ անկարգ քույրիկ է, այս ինչ անկարգ եղբայր է։ Չի ասում անկարգներից երես թեկեք։ Ասում աղաչում եմ ձեզ։ Խրատեցեք անկարգներին։ Մխիթարեցեք փոքրասիրտներին։ Այդ փոքրասիրտները գիտես ովքեր են, որ ասում են այ դենց այ քիչ է։ Սրտացավություն չկա, այ դենց դրան քիչ է։ Մի հումոր կա, սիրելիս։ Կին ու ամուսին ամուսիններով կռվում են, վիճվում են։ Ու գիտեք մի բան է տեղ ունենում, ամուսինը բորբոքված, նստում է մեքենան, գնում է ճանապարհին վտար է տեղ ունենում, ամուսինը մահանում է։ Կինը չարացած ամուսնու վրա։ Գալի բժիշկները, ոստիկանները դուրը թագում են, ասում են, այս ինչ մարդը ձեր ամուսինն է, ասում այո, ասում է ինքը ավտովատարից մահացել, ասում է քիչ է եղել, դի ոդն է ջարդեր։ Հենց այստեղ այդ նման մարդկանց համար բան է ասում է մխիթարեցեք փոքրասիրտներին։ Օգնական եղեք տկարներին, երկայնամիտ եղեք ամենի հետ, համբերատար եղեք, ծանրութ հետև եղեք ամենի հետ։ Չարին չարով մի պատասխանեք, այլ անընդհատ 15-րդ խոսքում ասում, անընդհատ բարիքով պատասխանեք։ Անկեղծ շփվեցինք ժողովուրդ ջան այսօր ես ու դու։ Սրտից սիրտ, անկեղծ շփվեցինք։ Հիմա էլ կուզեմ, որ դու քո հետ անկեղծ եղնես։ Այս ամենի մեջ կար ինչ որ մի բան, որ քեզ չէր վերաբերվում։ Կամ հենց քեզ էր վերաբերվում։ Գիտես, ես ինքս ինձ շատ եմ բռնացնում, որ տեղեր կա, որ ես նման հարցերում սայտակում եմ, մտածված չէ։ Բայց գիտես, ես մի հատկություն ունեմ, հենց սխալս բռնում եմ, միանգամից ապաշխարում եմ։ Չեմ ասում, հա դե ես ճիշտ եմ։ Որտեվ Աստվածաշունչը խոսում է, Աստծո խոսք գիտեմ, կարդում եմ։ Գիտեմ, որ եթե ես իմ սխալը չխոստովանեմ, ուրեմն ճշմարտություն չկա ինձանում։ Իսկ ես չեմ ուզում, որ ճշմարտությունը, որ իմ Տեր Հիսուս Քրիստոսն է, հանկարծ իմ մեջ չեղնի։ Իսկ ես չեմ ուզենա, որ Աստծո խոսքը, որ էլ իմ Տեր Հիսուս Քրիստոսն է, իմ մեջ չեղնի։ Որ չլինի, թե ես մենակ խոսում եմ, բայց խոսքով չեմ ապրում։ Գիտես, ուզում եմ քեզ մի բան խոստովանեմ։ Ամեն խոսք, ամեն քարոզ, որ խոսում եմ Տերիցը տալիս է, իմ մեջով այսենց անցնում է։ Գիտես ոնց։ Մի հատ բառ ասեմ կիմանաս։ Երկայքի սուր ծանոթ է քեզ, երկու կողմանից սուր։ Համ իմ համար, համ քո համար։
Իմ ներսն այսպես ճղելով անցնում է։ Ինչը որ հանգարց Տերիցը չի ու Տիրոջ համար, այն ինչ բանը որ իմ մեջ կա, որ իրան դուրս չի գալիս, այսպես Տերը հոգևոր երկնային վիրահատություն է անում։ Քարոզների ժամանակ առաջինը հայտնություն ես եմ ստանում։ Հալելույա։ Գալի կանգնում եմ այստեղ Տիրոջ առաջ, անկեղծ եմ ասում, սիրելիս։ Կանգնում եմ Տիրոջ առաջ, պատրաստվում եմ խոսքը։ Գալի կանգնում եմ այստեղ, Տեր։ Հրես ես, ես էլ դու։ Էս է քո հարս եկեղեցին։ Օգտագործի ոնց որ կուզես։ Խոսացրու ոնց որ կուզես։ Ես էլ եմ ուզում օրնված եղնեմ։ Դրա համար թույլ եմ տալիս, որ Տերը օգտագործի։ Չեմ գալիս ասենց, հեսա, քարոզը դրել եմ, հեսա կարտամ դասախոսություն է։ Դու լսի, գնա, դրա մեջ շինություն չկա։ Դրա մեջ շինություն չկա։ Հալելույա։ Հալելույա։ Կողոսացիս 3:13-ում տեսեք ինչ ասում։ Իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունի, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք եւ այս ամենի վրա հագեք սեր եւ կատարելություն կանե, որ կատարելություն կանե ներողություն։ Ասում է այս ամենի վրա սեր հագեք։ Ոչ թե ես քեզ ներում եմ, որովհետև Տերը ասել է ներիր։ 7 անգամ 70 կամ հայր մեր աղոթքը լավ գիտեմ, ես ներեմ, որ Տերն էլ ինձի ների։ Չէ, ասում է այդ ամենը սիրով արա։ Ասում է այդ ամենը սիրով արա, սեր արա, որ կատարելության կապն է, ներողություն, որ կատարելության կապն է։ Սերը կատարելության կապն է։ Որտեվ Տերիցն է, մեր Տերն է կատարյալ։ Եթե Տիրոջ մասնիկը մեր մեջ կա, այդ կատարելության կապն է։ Եվ Աստծո խաղաղությունը, ասա Աստծո խաղաղությունը, իշխի ձեր սրտերումը, որի մեջ էլ կանչվեցանք, մեկ մարմնով եւ գոհացող եղանք, փառք Հիսուսին։ Հալելույա։ Արի ոտի կանգնենք։ Հալելույա։ Փառք ես Տեր ջան։ Անկեղծ շփվենք։ Հալելույա։ Աստվածաշունչը մի առակ է պատմում երկու մարդու մասին։ Երկուսով հելել էին աղոթքի։ Մեկը ասում է Տեր ջան, հələ նայ ես ինչ լավն եմ, չկա ինձի նման։ 10-րդ եմ տալիս, շաբաթ 2-3 անգամ ծոմ եմ պայում, ծառայություններին բաց ոչ մի բան բաց չեմ թողում։ Բայց այն վատ կողմերը չի ասում։ Ունդեղ ասում է մեկն է կա, անդեղ ասում է վերև է չի նայում, երկինք է չի նայում, ասում է Տեր ջան ներիր ինձի մեղավորիս։ Գիտես, այստեղ մի հատ բան ասում, մենք որ կարդացինք Աստվածաշունչը հստակ բան ասեց ինձ ու քեզ։ Որ եթե դու ասես մեղ չեմ գործես, ստախոս ես։ Այդ եղբայրը կայնած Աստծո առաջ սուտ է խոսում։ Այրա լավ կողմերի մասին է խոսում։ Էս եմ անում։ Այն ինչի մեջ որ Աստված ասում է, հələ ասա որ էս էլ ես անում, հələ ասա որ նախանձես, ասա որ հարևանի տաբրելը չես ուզում, ասա որ ինչ որ մեկը մի հատ բան առնում, սիրտը տրակվում է, որ ոնց ինքը առավ ես չառա։ Չէ, նայ ես ինչ լավ բաներն ունեմ։ Այնտեղ մեկն է կանգնած, ոչ մի լավ բան իր մասին չի ասում։ Ասում է Տեր իմ Աստված։ Ների ինձ մեղավորիս։ Ասում եմ ուզում եմ քեզ մի հատ նորություն ասեմ։
Նա արտարացված գիշնի տուն, քանստեն մեկ, ով որ կայնած իրան գովում էր։ Շողովուրդ, մի հատ նորություն ասեմ, մարդը նույնիսկ ինքն իր այդ անկեղծ չի ուզում եղնի։ Վախում է Խոստովանի կանգնի հայլու դեմը, Խոստովանի ասի գլուխ գովանեմ, մինիմումն եմ ասում։ Տեր իմ Աստված, ստախոս եմ, վախենում է մարդը կանգնի ինչ-որ մի բան խոսա։ Վախենում եմ մարդուն հարցնեմ, ինչ կա, ինչի մեջ ես, ով հովիվ չան, ես ինքս ինձ վատ եմ զգում։ Գալիս է պրոբլեմների, ես պատմում եմ, հարցնում եմ, տենալով չնայած, ասում եմ, ինչի մեջ ես, հովիվ չան, բա եղավ։ Ուզում ես ասես, եղբայր, եթե դու քո հետ անկեղծ չես, եթե դու եկել ես, գալիս ես, որ խոստովանես, որ աղոթենք իրար հետ, որ ազատագրվես, բայց եկել ես խապելու, խի ես եկել, եթե պետք է գաս խապես, եթե չես ուզում ազատագրվես։ Ինձ մի ասա, մենք որ ազատագրման ծառայություն ենք անում, երբ որ ասում ենք, մեղքերդ Խոստովանի, ասա ներում եմ սրան, ասա հրաժարվում եմ էս բանից, ասեմ կամաց, ասեք, որ եթե կամաչ ես, չէ գաս ինչ որ մեկին ասես սրա մեջ եմ, նրա մեջ եմ, ասեմ կամաց, ասա, դու քո Աստված, Տերը լսում է, սրտեր քննող է, բայց Աստված ուզում է որ լսի, սելիս, որտեվ Աստվածաշունչը ասում է, գիտեք ոնց այդ ամենը գործում, ասում է, եթե սրտովդ հավատաս, շուրթերովդ դավանես, լավ բաները շուրթերովդ դավանում ես, չէ, ասում ես, ես ինչ բանն եմ, ես եմ ուզում, բայց վադը չես ուզում ասես, ես մարդն եմ, բայց երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, Տիրոջ կրակը գալիս է, Աստվածաշունչը ասում է մեկն է կար, ասավ, պիղծ շուրթերով մարդ եմ։ Երբ որ Մարգարեն կանգնած էր, Տիրոջ ներկայության մեջ ասավ, պիղծ շուրթերով մարդ եմ։ Սելիս գիտես Մարգարեի անունը խիչ եմ տալիս։ Ստե քո անունը կարևոր չի, քո սրտի դիրքն է կարևոր։ Որ դու կանգնես Տիրոջ առաջ ու ասես, Տեր, ես բանի մեջ եմ։ Երբ որ դու ինքդ քո հետ անկեղծ կեղնես, արդեն դու կարաս մարդու հետ անկեղծ շփվես, սիրելիս։ Երբ որ քո նպատակ քո մարդու հետ շփվելու պատճառը, ասենց ասեմ, շատ իդական չի, երբ որ դու անկեղծ ուզում ես իրան օգնես, բայց եթե դու ինքդ քո հետ անկեղծ չես, դու չես կարող իրան ոչ իմանով օգնես։ Չի եղնի դենց բան։ Գիտես խի, որտեվ ստության հայրը ձեր մեջ բնակվում է, կներես որ սենց եմ ասում, սատանային այդ սուտը թողում է քո մեջ, որ հանկարծ չկանգնես ու չխոստովանես, չասես, Տեր իմ Աստված ազատի ինձ դրանից, հալելույա, հալելույա, դու ինչ որ բան ստացա, Փառք Հիսուսին։ Հիշում ես, չէ, որ ես ու դու զորանում ենք Տիրովը, որ ամեն ինձ ու քեզ տենող ուզենա գա սրբության, որ իմ ու քո ապրելակերպը մարդկանց սրբություն քարոզի, որ մարդկանց մեջ սրբության ազդեցություն ունենա։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ ողջ եկեղեցին ասեց ամեն։ Հալելույա։ Սիրելիս, ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, ձեր բարձրացու ողջունենք ես։ Տերը ձեզի շատ օրհնի, Աստված օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրհնի։ Ես կխնդրեմ, հիմա ես այստեղ իսկ իջնեմ, ես կխնդրեմ որ դու գաք առաջ, մենք իրար հետ մի հատ աղոթ կանենք, սիրելիս, լավ։ Մի հատ կարևոր բան ունենք ես ու դու այսօր իրար հետ անելու։ Ամեն։ Ես կխնդրեմ մի ամաչեք արեք առաջ։ Փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրհնի։ Գիտեք, մի սենց բան կանգնի կողեղ։ Մի կարևոր բան ենք անելու։ Այս խոսքը լսեցինք, ասես, Տեր ջան, ես ուզում եմ այսօր ինքս իմ հետ անկեղծ եղնեմ, ես առանց քեզ ոչ մի բան եմ։
Ես առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Ես առանց քեզ չեմ կարող ոչ մի բան անեմ։ Ես առանց քեզ փրկություն չունեմ։ Գիտես, ուզում եմ ասես, այն ինչը որ ես կասեմ, ես կխնդրեմ, որ իմ հետևից կրկնես։ Այստեղ գտնվող բոլորը այդ աղոտ կարել են իրար մեր հետ։ Ես ասեմ, դու իմ հետևից կրկնի, համացանցով դիտողներ ջան, Տերը ձեզի շատ օրհնի։ Դուք էլ այս աղոտ կկրկնեք։ Այս աղոտ կոչվում է ապաշխարության աղոտ։ Ամեն։ Կխնդրեմ ասես, երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո սուրբ հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։